Երբեք այն կարծիքին չեմ եղել, որ Նիկոլ Փաշինյանը վարում է հակառուսական քաղաքականություն եւ Հայաստանը դուրս է բերում Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Բա ռուսական քարոզիչները ինչի վրա են կառուցում։ Դրանք արդեն ներքին խմբեր են, որոնք բնականաբար թե Հայաստանում, թե Ռուսաստանում ունեն իրենց քաղաքական պատկերացումները, գնահատականները եւ նաեւ շահերը։ Ոչ Հայաստանում է իրավիճակը միատարր եւ ոչ էլ ամենևին Ռուսաստանում, այսինքն կա իհարկե Կրեմլը, որտեղ մշակվում է քաղաքականությունը, բայց դրա ներքո կան բազմաթիվ խմբեր տնտեսական, քաղաքական, որոնք այդ դաշտում ավելի ներքև, մի քիչ Կրեմլից ավելի ներքև օղակում անգամ մրցակցում են միմյանց հետ հենց ռուսական քաղաքականության ձևավորման տեսանկյունից։ Եվ այստեղ բնականաբար այդ մրցակցությունը կա նաեւ Հայաստանի հանդեպ եւ Կովկասի ընդհանրապես եւ Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության ձևավորման տեսանկյունից։ Ես դեռ տարիներ առաջ խոսել եմ այդ մասին, սկսած 2022 թվական, 21-22 թվականից եւ դեռ նույնիսկ 18-ից հետո, որ հայ-ռուսական հարաբերությունը միջազգային փոփոխություններին զուգահեռ ենթարկվելու է տրանսֆորմացիայի։ Եվ այս տեսանկյունից դա անխուսափելի process է։ Չի կարող աշխարհը եւ աշխարհակարգը փոխվել, այն էլ այս գրեթե համաշխարհային պատերազմի ռեժիմում եւ հայ-ռուսական հարաբերությունը, որը ռուսական քաղաքականության համատեքստում առանցքային է թե տնտեսական, թե քաղաքական, թե անգամ մտածողական եւ հոգեբանական տեսանկյունից ռուսական ընկալումների իմաստով, չի կարող դա չփոխվել համաշխարհային փոփոխություններին զուգահեռ։ Եվ ժամանակի ընթացքում այդ փոփոխությունը պարզապես ստացավ ավելի կոշտ եւ ավելի դինամիկ ընթացք։ Հայաստանի խնդիրն այստեղ այդ փոփոխությունը կառավարելն էր, որովհետեւ դրա հետևանքով Հայաստանը չհայտնվի հարվածների ներքո, թե անմիջականորեն դրա հետևանքով, թե նաեւ այն առումով, որ ուրիշ խաղացողներ չօգտվեն այս տրանսֆորմացիայից եւ ձեռքերը չազատեն դրա վրա բարթելու համար Հայաստանի համար ստեղծվող ինչ-որ հետևանքներ։ Ցավոք սրտի կարծում եմ վերջին տարիներին այս կառավարման հարցը ձախողվեց